Մահացավ լեգենդար խորհրդային ֆուտբոլիստ եւ մարզիչ Նիկիտա Սիմոնյանը։ Նիկիտա Սիմոնյանը հոկտեմբերի 12-ին նշել էր ծննդյան 99-րդ տարեդարձը։ Նա 1973-74 թվականներին գլխավորել է Երևանի Արարատը, որի հետ դարձել է ԽՍՀՄ չեմպիոն եւ գավաթակիր։ Արարատում աշխատել է նաեւ 1984-85 թվականներին Մոսկվայի Սպարտակի կազմում խաղացողի կարգավիճակում դարձել է ԽՍՀՄ քառակի չեմպիոն, գլխավոր մարզչի դերում կրկնակի չեմպիոն։ Արարատի ֆուտբոլիստ Լևոն Իշտոյանը Սուրեն Բաղդասարյանին անվանում էր Արարատ 73-ի 12-րդ խաղացողը, իսկ գլխավոր մարզիչ Նիկիտա Սիմոնյանը համոզված էր այս թիմն ու Սուրեն Բաղդասարյանը ռեպորտաժները Սուրեն Բաղդասարյանի հավետ կմնան հայ ֆուտբոլիստների սրտում։ Մեր տաղավարում է Սուրեն Բաղդասարյանը։ Բարի լույս։ Բարի լույս։ Շնորհակալություն, որ ձեր առավոտը սկսել եք մեզ հետ։ Ես էլ շնորհակալ եմ, որ ինչպես կարելի է մերժել այդպիսի գեղեցկուհիների հրավերը։ Շնորհակալություն։ Պարոն Բաղդասարյան, Նիկիտա Սիմոնյանի մահը կարծես թե ցնցեց բոլորին, մի լեգենդ, որի մասին ինչքան խոսենք, այնքան կարող ենք նոր թեմաներ բերել, մի ֆուտբոլիստ, ում այդ տարիների Արարատի 73-ի կարևոր հաղթանակը մինչ օրս կարծում եմ մեր ֆուտբոլի ասպարեզում լավագույնն է եւ այն այլևս չկրկնվեց։ Ես կասեի մեր ազգի պատմության գլխավոր հաղթանակներից մեկն էր, որովհետև հաճախակի են ասում, որ մեր ազգի համար վերածնունդ էր, երբ Տիգրան Պետրոսյանը դարձավ աշխարհի չեմպիոն, մեր ազգի համար առավել եւս ազգային վերածնունդ էր, երբ Արարատը դարձավ խոշոր կայսրության խորհրդային միության չեմպիոն, որովհետև ասեմ, որ այն ժամանակ եւ ընդհանրապես երբ խորհրդային միությունը գոյություն ուներ, աշխարհի եթե չասեմ, համենայն դեպս Եվրոպայի ուժեղագույն առաջնություններից մեկն էր, որում Արարատը հեշտությամբ չեմպիոն չդարձավ, պարզապես բախտի բանով, ասենք մեր այդ ոսկե տղաները համատեղ հավաքվեցին, Սիմոնյանն էլ եկավ, Արարատի հետևից էին ընկել ու ես լավ գիտեմ իրենց հետ որ ճանապարհորդում էի, գիտեի ինչեր էին կատարում եւ դա ուղղակի պատերազմ էր ու նաեւ հերոսություններ որ մեր չքնաղ տղաները կարողացան դառնալ խորհրդային միության չեմպիոն։ Պարոն Բաղդասարյան, կարծես թեվավոր խոսք է դարձել, որ դուք Արարատ 73-ի 12-րդ խաղացողն եք։ Կհիշեք իրավիճակներ, երբ պարոն Սիմոնյանը ակնարկել է դրա մասին, ասել է դրա մասին, ինչ իրավիճակներում է դա տեղի ունեցել։ Դե ուղղակի իմ բախտը բերեց, ինչ առումով ես բազմաթիվ անգամ եմ ասել։ Ես առաջին ռեպորտաժը վարել եմ 71 թվականին եւ կարծեք Աստծո նախախնամությամբ սկսվեց հայկական ֆուտբոլի վերելքը։ Այդ տղաները արդեն փաստորեն եկան, հավաքվեցին, հիմքը դրվեց, ընդ որում խորհրդային միության ամենաանվանի մարզիչներն էին, ովքեր նաեւ միջազգային մակարդակով ամենալավ մասնագետներն էին։ Ու այդպես 71 թվականին Արարատը դարձավ փոխ-չեմպիոն խորհրդային միության։ Դա ապշելու բան էր, որևէ մեկը չէր սպասում, որովհետև գիտեին, նույնիսկ խորհրդային տարիներին ֆուտբոլը քաղաքականություն էր։ Եվ այդ փոխ-չեմպիոն լինել, որովհետև դրանից առաջ ես ինքս էլ ֆուտբոլ եմ խաղացել, ֆուտբոլի խենթեի, հետո էլ որ արդեն մեկնաբան դարձա, իմ մտքով չէր անցնում, որովհետև մինչև 71 թվականը, ասենք, մեր ֆուտբոլային դրոշակակիրը, տվյալ դեպքում Արարատը լավագույն դեպքում ասեն գրավում էր 8-րդ տեղ, մենք ուրախանում ենք, եթե տասնյակի մեջ է մտնում, ու հանկարծ դառնում ենք փոխ-չեմպիոն։ Ու ես էլ իմ բախտը բերում է 71 թվականից սկսում եմ հաղորդումներ վարել։ Ես բազմաթիվ անգամ եմ ասել, որ Արարատի այս ոսկե սերնդի շնորհիվ ես հաստատվեցի որպես մեկնաբան, որովհետև գիտեք ինչ, բոլորը երազում էին մեկնաբան դառնալ։ Բոլոր դերասանները, հայտնի դերասանները, ամեն մեկը ուզում էր, բայց դե մեկնաբան լինելը նույնիսկ եղել է դեպք, որ ինձ հետ ասենք իրոք 73 թվին Ռազմիկ Արզոյան կար, ինքը շատ գրագետ ազնվորություն էր, ռադիոյի Լևիտանի ձայն ուներ, ռադիոյի հաղորդավար էր ու իրեն հրավիրել էին, եկավ, ես իրենից շատ բան սովորեցի գրագիտության առումով, լեզվի տիրապետելու առումով, բայց ուներ Լևիտանը ձայնը 90 րոպե արի դե Լևիտան լսիր, որովհետև ձայնը էլ պետք է համապատասխանի, բայց այդ նաև ֆուտբոլային գիտելիքները պետք է տեղը լինեն։ Ես ինքը որ եկավ, ես շատ էի ուրախացել, որովհետև
ասում եմ լավ է, ես իրենից շատ բաներ կսովորեմ եւ իրոք զուտ լեզվի տեսակետից շատ բաներ սովորեցի, բայց իրենից հրաժարվեցի, որովհետեւ ֆուտբոլային չէր։ Ու իսկ ես բախտս բերեց ինչով որ Արարատը սկսեց լավ խաղալ, իսկ 71-ին ասեցի փոխ չեմպիոն դարձավ, 73-ին էլ դա հրաշքեր առաջի տեղեր գնում ու ամբողջ ազգը երկրպագու էր դարձել ու նաև նշեմ որ ասենք երբ թիմը լավ էր խաղում, երբ հաղթանակներ էր տանում, մեր ժողովուրդը բարի էր դառնում, միասնական էր դառնում ու նաև մեկնաբանին էլ ինչ որտեղ ոնց որ եթե սխալել էի թույլ տալիս ինչ որտեղ ներում էին։ Ուզում եմ ասել, Արարատի շնորհիվ ես հաստատվեցի։ Հետո բախտս բերեց նաև նրանով, որ ես նախ ինքս նախաձեռնող եմ, այնպես արեցի, որ արտագնահ խաղերից մենք հայերեն ռադիոռեպորտաժներ տայինք։ Միջև իմ գալը նման բան չկար։ Առավել ևս Արարատն էլ որ լավ խաղում էր, պատկերացրեք 73 թվականին Խորհրդային Միության տարբեր քաղաքներից, որոնք որ հանդես էին գալիս բարձրագույն խմբում, այդ քաղաքներից ես հայերեն ռադիոռեպորտաժներ էի տալիս եւ մարդիկ նույնիսկ իրենց հետ ասենք գյուղատնտեսական աշխատանքների եթե գնում էին լատվիական վեբ ռադիո էր կոչվում ռադիո ընդունիչ տանում էին միացնում ու գյուղատնտեսական աշխատանքները այսինքն նույնիսկ այդ գյուղատնտեսական աշխատանքների ժամանակ ֆուտբոլային ռեպորտաժ լսում էին բացի այդ այն ժամանակ ես հիշում եմ Երևանում սկսեցին արտադրել աուդիո մագնիտոֆոններ մեքենաների մեջ ով էլ չուներ մեքենաներից թերցնում էին մի խոսքով ամեն մեկը պարտադիր ուզում էր որ մեքենայում ռադիոընթունիչ ունենար հիմնականում ֆուտբոլի պատճառով որտեղ ես նորից եմ ասում այդ Խորհրդային Միության չեմպիոն դառնալը դա ես ոնց ասեմ նույնիսկ որ ասեմ ինչ որ պատերազմում հաղթանակի նման բանը մեծ պատերազմում հաղթանակի նման բաներ Պարոն Բաղդասարյան Նիկիտա Սիմոնյանը ինչ դեր ունեցավ Արարատի կյանքում Շատ մեծ տեղ ունեցավ Նիկիտա Սիմոնյանը որ եկավ գիտեք ինձ այնքան կանչում են ես ստիպված ինչքան էլ հուշեր ունեմ ինչքան էլ շատ բաներ եմ տեսել բոլոր դեպքերում կրկնվում եմ ես փորձում եմ խոսապել որ չկրկնվեմ բայց կրկնվում եմ որովհետև այդ հարցը օրինակ միշտ արծարծվում է բայց մեզ միշտ հաճելի է լսել Ինչպես Միշտ հաճելի է լսել կարող եք նորից պատմել Դե ես միշտ ասում եմ ընտանիքս խոսելով եմ պահել եթե մի բան լինում է կինս էլ եթե բան անում ասում եմ շատ ես խոսում ասում եմ մեր տունը ես խոսելով եմ պահում դրա համար ուզում եմ ասել որ Սիմոնյանը որ եկավ Արարատը պատրաստ էր չեմպիոնության որտեղ 71 թվականին որ դարձան փոխ չեմպիոն ընդ որում մեր ամբողջ ժողովուրդը որ այդպես երկրպագու էր դարձել մեծ փոքր երեխա եւ այլ մանավանդ հիմա միջին սերունդը մեծ սերունդը բոլորի ինձ պաշտում են ինչպես պաշտում էին Արարատի 73-ի տղաներին ամեն քայլափոխի ես զգում է Նիկիտա Սիմոնյանը 73-ին որ եկավ իրենից առաջ Արարատը գլխավորում էին նույնպես խորհրդային անվանի մարզիչներ Ալեքսանդր Պանամարյովը ինքը եղել է խորհրդային միության հավաքականի լավագույն խաղացողներից պատմության ընթացքում գլխավոր ռմբարկներից մեկն է եղել շատ խիստ ազնվորություն էր ինքը եկա մինչ Պանամարյովը ուրեմն մեր հայրենակից Արտյոմ Փալյան կար Բաքվից էր ինքը այդ ադրբեջանական ֆուտբոլը ինքը ոտքի կանգնեց շատ լավ մասնագետ էր ինքն էլ շատ խիստ ազնվորություն էր եկան մեր ֆուտբոլիստներին կարգապահություն սովորեցրեցին ամեն մեկը իր ծառայությունը ունեցավ Պանամարյովն էլ էր շատ խիստ այնպեսի ազնվորություն էր որ օրինակ եթե մեկը ռեժիմ էր խախտում կամ ինչ որ իրեն լավ չէր պահում ինքը կարող էր ասենք խորհրդային միության ինչ որ քաղաքից ուղարկեր Երևան հետ ուղարկեր այսպեսի բաներ սահմանը ասենք այդ մասնագետները եկան ամեն մեկը իր դերը կատարեց Ֆալյանը ընտրեց երիտասարդ տաղանդավոր տղաների բերեց թիմ որովհետև իր կյանքում Ադրբեջանում ինքը աշխատել էր մանկապատանեկան ֆուտբոլում ինքը ավելի այդ տեսակետից լավ էր ու Արարատի այդ երիտասարդներին հավաքեց Պանամարյովը եկավ այդ կարգապահության բանը ավելի մցրեց Սիմոնյանն էլ եկավ իր հեղինակությամբ որովհետև եթե
այդ հիմքը չլիներ, Արարատը այդ ոսկե տղաները չավակվեին, Սիմոնյանի համար դժվար կլներ, բայց ես նաև միշտ ասում եմ, համոզված եմ, եթե Սիմոնյանը չլներ, Արարատը այդուհանդերձ չեմպիոն չէր դառնա։ Սիմոնյանի առավելությունը ո՞րն էր կներեք։ Սիմոնյանի առավելությունը նա էր, որ ինքը շատ մեծ հեղինակություն ուներ։ Ինքը միջազգային չափանիշներով շատ մեծ հեղինակություն ուներ, իր մասին դեր առանձին ասենք կպատմեմ, ինքը որ եկավ, ուղղակի կարողացավ Արարատը ավելի համերաշխ կոլեկտիվ դարձնել։ Առանցեն էլ համերաշխ էր, ամեն ինչով պատրաստ էր, բայց դե մեր ազգը գիտեք ինչպես է, եթե միտեղ ինչ որ հաջողություն է լինում, մարդիկ գալիս մտնում են, եթե մի լավություն են անում, կողքից մտնում են, ինչ որտեղ խանգարում են, ասենք մեկին կարող են որպես պարգևատրություն փող տալ խաղացողին, որ գոլ է խփել, գումար տալ, մյուսին չտալ, թիմում արդեն պարակտում էր սկսում։ Օրինակ ինձ տղաները ասում են, չհասկացա, ես չեմ խաղում, որ ենթադրենք անուններ չեմ տալիս, էլի, որ մեկին հանում էին, խաղից հետո գումարը տալիս էին ու այդպես պարակտում էր։ Սիմոնյանը կարողացել է մեկուսացնել բոլորին եւ թիմը միասնական մի ընտանիքի պես կարողացել են համախմբվել ու դա մեծապես նպաստել է առավել ևս որ ինքն էլ մեծ հեղինակություն էր, հետո խորհրդային տարիներին այդուհանդերձ կային սուբյեկտիվ մաներ, որ մրցավարները կարող էին ճնշել եւ այլն, բայց Սիմոնյանը այնպեսի հեղինակություն էր, որ այդ պահն էլ կարողացավ ապահովել, որ դե ինքը նախ Սպարտակում էր շատ մեծ հեղինակություն էր եւ այլն, ասինքն ամեն ինչը համընկավ, ես ավելի քան համոզված եմ, եթե Սիմոնյանը չգար, ինչքան էլ որ մեր Արարատի տղաները ոսկե տղաներ էին, որոնց հետ ես միշտ ուղևորությունների էի գնում, դժվար թե մերոնք չեմպիոն դառնային, որովհետեւ Սիմոնյանի դերը շատ մեծ էր։ Նիկիտա Սիմոնյանի հետ կարծես ձեր մտերմությունը մինչև վերջին շրջանն էլ պահպանվել է եւ կհիշեք վերջին անգամ երբ եք հանդիպել։ Վերջին անգամ մի ամիս առաջ ենք հանդիպել, իր 99-ամյակն էր, այստեղ ես ու ինքն ենք։ Հոկտեմբերի 12-ին էր Նիկիտա Հոկտեմբերի Սիմոնյանի 12-ին էր, ընդ որում դա կազմակերպել էր մեր հայրենակից Արթուր Սողոմոնյանը, Փյունիկի սեփականատերը, այս նկարում այդ ձախ կողմին կանգնած է Արթուր Սողոմոնյանը, մեր հայտնի բիզնեսմեններից բարերար է, Փյունիկի սեփականատերն էր ու Փյունիկն էլ վերջի տարիներին չեմպիոն դարձավ, ցավոք խնդիրներ ծագեցին, ընկան իր հետևից, ինչպես միշտ, Արարատի ժամանակ էլ ա եղել, ես չեմ ուզում դրանց անդրադառնալ, որովհետև այսօր այլ մթնոլորտ է, Սիմոնյանի մասին ենք խոսում, Սիմոնյանն էլ խնդիրներ էր ունեցել, մի խոսքով այդպես։ Պարոն Բաղդասարյան, դուք, որ հայկական ֆուտբոլը ճանաչում եք շատ լավ, ինչ կարծիք ունեք այսօրվա ֆուտբոլի մասին։ Որն է այսօրվա ֆուտբոլի ձախողման ամենակարևոր կետերը։ Ուրեմն ասեմ, այդ հարցը շատ լավ հարց է ու միշտ էլ ինձ տալիս էին։ Մենք խորհրդային տարիներին ֆուտբոլային հանրապետություն էինք։ Մենք ֆուտբոլային ազգ էինք։ Ոչ միայն Արարատներ հաջողություններ է հասել, մանկապատանեկան ֆուտբոլ թիմերը բոլորը հաջողություններ էին ունեցել խորհրդային մասշտաբով։ Ասենք պատանեկան մրցումներ էր լինում, շատ խոշոր մրցումներ էին լինում, հաջողություններ էին հասնում։ Նաև մեր ֆուտբոլիստներից շատերը մասնակցել են աշխարհի առաջնության։ Օրինակ մենք աշխարհի առաջնությունում ունեցել ենք ֆուտբոլիստներ, որոնք մրցանակակիրներ են դարձել։ Ռոբերտ Խալայջյանը, Աշոտ Խաչատրյանը, աշխարհի առաջնության փոխ-չեմպիոն են դարձել։ Ուզում եմ ասել, մեր հանրապետությունը ֆուտբոլային էր։ Մենք ժամանակի խորհրդային միությունում ունեինք 9 վարպետ թիմ, պատկերացնում եք, ու այդքան խաղացողներ ունեինք։ Մեր հանրապետությունը ֆուտբոլային էր, մենք շատ տաղանդներ ունեինք, աստղեր ունեինք ու այդպես դրա համար մենք ֆուտբոլային ենք ու պատահական չէր որ բաներ այդպես։ Ձեր հուշերը Արարատ թիմի մասին եւ Նիկիտա Սիմոնյանի մասին այնքան շատ էին, որ դուք գիրք եք հրատարակել նրանց վերաբերյալ, երկու խոսքել խնդրում եմ գրքի մասին կպատմեք։ Դե ասեմ ես, որ
երբեմն որ բան է լինում, ասում եմ ես իմ ընտանիքը բանը խոսելով եմ պահել։ Ես որ մեկնաբանդառա իմ բախտը բերեց այնքանով, որ փաստորեն 71-ին սկսել եմ ու կարծես Աստծո նախախնամությամբ էր Արարատը դարձավ խորհրդային միության փոխչեմպիոն։ Հետո արդեն հաջորդ տարի բարձր տեղ գրավեց 73-ին հասունացել էր որպես չեմպիոն ու ես էլ իրենց հետ էի պատկերացնում եք այն ժամանակ մանավանդ ֆուտբոլը պաշտամունք էր մեր հանրապետությունում ամբողջ ազգն էր տարված որովհետև մի փոքրիկ հանրապետություն պատկերացրեք 71 թվականին դարձել էր խորհրդային միության փոխչեմպիոն ու մարդիկ դրանով էին ապրում հանրապետության ղեկավարները արդեն տրամադրված էին ամեն ինչով օգնեին թիմին Սիմոնյանն էլ որ եկավ ընդհանրապես շատ մեծ աջակցություն եղավ ու եթե չլներ մենք չէինք կարող չեմպիոն դառնալ որովհետև մեզ կճզմեին Մոսկվայի թիմեր կային ուկրաինական 5-6 թիմ կային որ իրար այսպես միավորներ էին տալիս իրար հետ պայմանավորում են բազմաթիվ խնդիրներ իսկ Արարատի այդ հաղթանակը այնքանով էր բան որ Փաստորեն Արարատը պայքարել էր իրոք ես որ մտածում եմ խորհրդային պատմության ընթացքում երևի Արարատը ամենալավ չեմպիոնն էր իր խաղով, իր կազմով, որովհետև շատ ծանր ճանապարհ էր անցել, շատ ուշացումով իմացան, որ հասկացան, որ ասենք առաջին խաղաշրջանից հետո Արարատը փոկվել էր, հետևից ընկան, բայց չկարողացան կանգնեցնել, որովհետև եւ տղաներն էին տաղանդավոր Եվ Սիմոնյանը եկավ դրանից առաջ լավ մասնագետներ էին ու այդպես Արարատը կարողացավ չեմպիոն դառնալ եւ իմ բախտն էլ բերեց որովհետեւ եթե Արարատը հաղթում էր ժողովուրդը շատ բարի էր դառնում մեծ փոքր ինձ շատ լավ էին ընդունում ես դեռ 21 տարեկան էի որ մրցույթում հաղթել էի բայց որ մեր ֆուտբոլը իր մակարդակը չուներ հետո այնպես եղավ որ այդուհանդերձ ես դե միամիտ էի բան դուրս մղվեցի չկարողացա հաստատվել բայց հետո արդեն որ հետո եկան նաև 71 թվին մրցույթի մասնակցեցի զարմացել եմ որովհետև ես Մերգելյանում աշխատում եմ այնտեղ ռադիոհանգույց կա իմ նախաձեռնությամբ այդ ռադիոհանգույցի հաղորդումները տանում էի ես արդեն կոփված էի մի որ ասեմ 30-40 հոգի եկել էին մրցույթի մասնակցելու ամեն մեկի մի 2-3 րոպե դե որ մարդ խոսում է զգում ես ինչ մակարդակ ունի կրթության ինչ աստիճան ունի ձայնը ինչպիսին է գիտելիքները ինչպիսին են ֆուտբոլային է ֆուտբոլային չի ես որ սկսեցի ինձ մոտ 15-20 րոպե թողեցի որ խոսեմ ընդ որում հանձնաժողովը ռադիոից էր մասնագետ մարդիկ էին եւ ինձ ասեցին զարմացել էին դե ես իմ նախաձեռնությամբ Մերգելյանի ինստիտուտը դա մեծ հսկա սովետիտարներին ռազմական կառույց էր մոտ 2000-3000 աշխատողներ ու նաև ռադիոհանգույցներ իմ նախաձեռնությամբ ես այդտեղ հաղորդումներ էի տանում սպորտային այդ ժամանակ էր Տիգրան Պետրոսյանը որ խաղում էր աշխարհի չեմպիոն ասինքն սպորտի խենթ ամբողջ մեր հանրապետությունը ես դեռ այդ ժամանակ արդեն մեկնաբան էի դարձել իմ նախաձեռնությամբ հաղորդումներ էի տանում մրցույթին որ երկրորդ անգամ մասնակցեցի ինձ չէին ընդհատում թողում էին որ ես հաղորդեի ու այդպես բախտ ունեցա որովհետև ինձնից առաջ Լևոն Դանիելյան կար որին ես պաշտում էի որին ժողովուրդն էր պաշտում որը շատ լավ ձայն ուներ շատ լավ ազնվորություն էր ինքն էլ բան էր վիրաբույժ էր այդպես աստվածային ազնվորություն էր ցավոք շուտ մահացավ ու այնպես եղավ որ ինքն էլ ինձ համար ոնց որ ուղենիշ էր ու ես մեջտեղ որ եկա սկսեցի բնականաբար դե շատ դժվար է մի անգամից եւ լեզվի խնդիր է եւ հազար ու մի բան է ամեն մեկը երազում են որ մեկնաբան դառնային որովհետեւ մի անգամից ես ամբողջ հանրապետությունը ոչ միայն հանրապետություն պատկերացրեք ամբողջ Սփյուռքում ես արդեն հայտնի էի դարձել այո շնորհակալություն պարոն Բաղդասարյան Սուրեն Բաղդասարյանն էր մեր հյուրը շնորհակալություն ձեզ զրույցի համար ցավոք մեր եթերաժամանակը սահմանափակ է ու մենք պետք է հիմա գնանք միասին գովազդ դիտելու Շանթի եթերում